Չանը նստում է, գովերքում է Ռուսաստանի Դաշնությանը, բանը նստում է, Սերժ Սարգսյանը նստում է, էլի, ասենց ասած դեֆիլե է, հասկանում եք, պոդիում են դուրս եկել նախկին երկու նախագահները ու փորձում են ավելի գծնել, ավելի դուր գալ Ռուսաստանի, տեսնեն Ռուսաստանը ում վրա ստավկա կդնի, որովհետև դեռ մտածում են, որ ինչ որ երկրի ստավկայով է եւ դաբրոյով է Հայաստանի իշխանությունը ստեղ, Հայաստանի ժողովուրդը ստեղ իշխանություն ընտրելու։ Այսինքն այդքան չեն ճանաչում ժողովրդին։ Ես ուզում եմ այս երկուսից չառանձնացնել իրենց ֆինանսական եղբորը նաև Սամվել Կարապետյանին, որովհետև իր եղբորորդին, ով հիմա տենց հանձն է առել ապաքաղաքականությամբ զբաղվել, ինքը հետ չի մնում այդ հիմար հայտարարություններից, հա։ Օրինակ, ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Ասում է, Հայաստանի իշխանությունը Ղարաբաղում պատերազմը պարտվելուց հետո տեղափոխեց հայերին Հայաստան եւ կարևոր չի։ Հասկանում եք, տեղափոխել հայերին Հայաստան, սա ուղիղ արդարացնելն է Ադրբեջանի։ Ադրբեջանը էթնիկ զտում չի արել, Ադրբեջանը բռնի տեղահանում չի արել, այսինքն մենք ենք տեղափոխել անվտանգ վերել, ասում ենք, եկեք նստեք ավտոները, պետք չի մնաք դուք այստեղ։ Եկեք տանում ենք ձեզ Հայաստան, նման բան է եղել։ Թե ժողովուրդը բռնի տեղահանվել է։